Բարի երեկո բարեկամներ, եթերում թերթելով պատմության էջերը հեղինակային ծրագրի երկրորդ թողարկումն է։ Նրանք, ովքեր դիտել են մեր առաջին թողարկումը, գիտեն, որ հեռուստաժամանակագրությամբ մենք հասանք 1988 թվականի մարտ ամիս, այսինքն հակիրճ ամփոփեցինք փետրվարը, որն իրավամբ դարձավ մեր ժողովրդի զարթոնքի ամիս։ Այժմ տեսնենք, թե ինչ եղավ հետո։ Մարտի 17-ին Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի Կուսմարզկոմի պլենումը պաշտպանեց լղիմ ժողպատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը լղիմը ադրբեջանական ԽՍՀ կազմից հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին։ Իսկ մինչ այդ, հենց գարնան առաջին օրը ստեղծվեց կռունկ կոմիտեն, որի հիմնադիր ժողովում ընտրվեց 13 հոգուց բաղկացած խորհուրդ։ Արկադի Մանուչարով, նախագահ, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Հակոբյան, Մաքսիմ Միրզոյան, տեղակալներ, Գուրգեն Գաբրելյան, Հրաչյա Բեգլարյան, Ժաննա Գալստյան, Համլետ Գրիգորյան, Արկադի Կարապետյան, Վալերի Մարության, Համլետ Մովսիսյան, Յուրի Ներսիսյան և Բենիկ Օվչյան։ Իդեպ երևի ոչ բոլորը գիտեն, որ կոմիտեն կռունկ է անվանվել քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ, ինչը ռուսերենով վերծանվում է այսպես. Կոմիտետ ռևոլյուցիոնного ուправления Նագորնո Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հեղափոխական կառավարման կոմիտե։ Իսկ ծրագիրն ու կանոնադրությունը մշակել է Ռոբերտ Քոչարյանը։ Մարտի 6-ին Ստեփանակերտի հուշահամալիրում կազմակերպվել է ՍՔՕ երթ և հանրահավաք Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ 2 օր անց 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Մոսկվայում հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու ներկայացրել Սումգայիթյան եղեռնի շարժառիթներն ու կազմակերպիչների անունները։ Կարճ է տևել կռունկի կյանքը։ Հուլիսի 29-ին այն տրոհվել է և ստեղծվել են տնօրենների խորհուրդ և միացում կազմակերպությունը։ Սակայն նույնիսկ այդ մի քանի ամսվա ընթացքում բացահայտ թե ընդհատակյա կոմիտեն մեծ դեր է ունեցել Արցախահայության ազատագրական պայքարի կազմակերպման գործում։ 88-ի մայիսին Երևանում ծնունդ առած Ղարաբաղ կոմիտեի հետ համատեղ, որի ստեղծումը նախաձեռնել է Իգոր Մուրադյանը, կռունկը կազմակերպել և գլխավորել է հայ ժողովրդի պայքարը Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու համար։ Ինչ մնում է Ղարաբաղ կոմիտեին, ապա նրա անդամների անուններն այսօր հայտնի են բոլորիս։ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Համբարձում Գալստյան, Աշոտ Մանուչարյան, Ռաֆայել Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան, Սամվել Գևորգյան։ Մարտին Երևան են մտցվել խորհրդային բանակի զորամասեր, հաստատվել է պարետային ժամ։ Առաջ ընկնելով ասեմ, որ 88-ի դեկտեմբերին Ղարաբաղ կոմիտեի անդամները ձերբակալվել են և պահվել Մոսկվայի տարբեր բանտերում։ Ժողովուրդը լայն պայքար է ծավալել նրանց ազատելու համար, և 1988 թվականի գարնանը կոմիտեի անդամներն ազատվել են, վերադարձել Երևան և նորից շարունակել պայքարը։ Շուտով Ղարաբաղ կոմիտեի, կարելի է ասել, բազայի վրա ստեղծվեց Հայոց համազգային շարժում հասարակական քաղաքական կազմակերպությունը, որը ներքին քաղաքական տարաձայնությունների հետևանքով պառակտվեց 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո։ Թեև Ստեփանակերտում դադարեցվել էր գործադուլը և հանրահավաքներ տեղի չէին ունենում, բնական է, որ մթնոլորտը մնում էր շիկացած և բոլորիս խոսակցության հիմնական, նույնիսկ կարելի է ասել միակ թեման ստեղծված անորոշ իրավիճակն էր և հետագա անելիքը։ Այն ժամանակ մայիսի 1-ը դեռ նշվում էր որպես աշխատավորների միջազգային համերաշխության օր, և երբ սովորականի պես կոլեկտիվները շքերթով անցան Լենինի հրապարակով, տեղի ունեցավ անսովոր մի բան։ Նրանք չցրվեցին, հանկարծ բոլոր միասին հավաքվեցին հրապարակում
եւ սկսեցին վանկարկել՝ «Միացում, Հայաստան»։ Այո, հրապարակը մեկեն ալեկոծվեց, ինչպես ալեկոծվում է օվկիանոսը։ Ու ծովածած ժողովրդին այն ժամ դիմեց Կուսմարզկոմի առաջին քարտուղար Հենրիխ Պողոսյանը։ Դա նրա առաջին հրապարակային ելույթն էր։ Բառացիորեն չեմ կարող փոխանցել նրա խոսքը, սակայն իմաստը հետևյալն էր. մարզի իշխանությունները ժողովրդի հետ են եւ ղեկավարելու են համաժողովրդական պայքարը։ Մարզի ղեկավարը շուտով դա մեկ անգամ եւս հապացուցեց։ Հուլիսի 18-ին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստի ժամանակ, որի մոնտաժված տարբերակը ի դեպ ցուցադրվեց կենտրոնական հեռուստատեսությամբ, Հենրիխ Պողոսյանն արտահայտելով արցախայության կամքը, պնդեց մեր պահանջը եւ ավելացրեց, որ եթե նույնիսկ Մոսկվան այսօր պատրաստ չէ լուծել Արցախ Հայաստանին վերամիավորելու հարցը, ապա որպես պարտադիր պայման առայժմ լղիմը պետք է հանել Ադրբեջանի ենթակայությունից, որովհետև այսպես ապրել այլևս հնարավոր չէ։ Հակառակ դեպքում կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ։ Սակայն Մոսկվան չանսած մեր խոսքը։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հունիսի 15-ին մերժեց հայ ժողովրդի խնդրանքը եւ ընդունեց որոշում լղիմը հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու անընդունելության մասին, այսինքն անհնար համարեց մեր արդար պահանջը եւ այն հիմնավորեց Սահմանադրության 78-րդ հոդվածի դրույթով, ըստ որի Միութենական Հանրապետության տարածքը չի կարող փոփոխվել առանց նրա համաձայնության։ Հարց է ծագում, իսկ ուր մնաց այդ նույն Սահմանադրության մեկ այլ հոդված, որտեղ սևով սպիտակի վրա գրված է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Իդեպ անցել են տարիներ, բայց դեռ մինչ օրս բախվում են այս երկու հակամետ տեսակետները եւ Ղարաբաղի հիմնահարցը չի ստանում իր վերջնական լուծումը։ Ասենք, մենք լուծել ենք մեր հարցը, լուծել ենք բազմաթիվ զրկանքների ու տանջանքների, մեր քույրերի ու եղբայրների արյան գնով եւ չենք պատրաստվում զիջել այն։ Սակայն վերադառնանք 1988 թվական եւ կանգ առնենք ըստ իս եւս մի կարևոր իրադարձության վրա։ Հունիսի 1-ին Իրանդրանիկ ծրագիրը եթեր հեռարձակեց Արցախի հեռուստատեսությունը։ Արցախցիներս, որ տարիներ շարունակ երազում ենք ունենալ մեր սեփական, հայատար, հայաշունչ հեռուստատեսությունը, վերջապես ունեցան։ Այո, հեռուստատեսության ծնունդը համընկավ մեր ազատամարտի հետ եւ հեռուստատեսությունը իրավանք դարձավ այդ ազատամարտի գաղափարախոսն ու խոսափողը, նրա տարեգիրը։ Այդ մասին է վկայում նաև այն տեսարխիվը, որ այսօր պահպանվել է մեզ մոտ։ Հուլիսի 18-ի չարաբաստիկ նիստից հետո վերսկսվեցին գործադուլները, հանրահավաքներն ու ցույցերը։ Մենք հասկացանք, որ Կրեմլը չի ուզում լուծել մեր հարցը։ Մենք հուսախաբ եղանք եւ հույսներս դրեցինք մեզ վրա։ Հիմա շատերն են ասում, թե գուցե կարիք չկար նորից դիմել այդ տակտիկական քայլի։ Գուցե, սակայն այն ժամանակ մենք իսկապես սկսեցինք դիմել ճարահատյալ քայլերի, մտածելով, որ միգուցե դրանք ինչ-որ բան կան, բայց ապարդյուն։ Մոսկվան ճնշում էր մեզ, իսկ աշխարհը քար անտարբերություն էր ցուցաբերում։ Մնացել ենք մենք ու մեր դարդը։ Ըստ էության ոչինչ չտվեց նաև հուլիսի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի Կոնկուսի կենտրոնի առաջին քարտուղարներ Հարությունյանի եւ Վեզորովի այցը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որոնց հրավիրել էր Ստեփանակերտում Մոսկվայի ներկայացուցիչ Արկադի Վոլսկին։ Չտվեց եւ չէր էլ կարող տալ, որովհետեւ ուրիշ էր մեր ուզածը եւ ուրիշ էր նրանց առաջարկածը, ինչ որ գումարներ, լայն ինքնավարություն եւ այլ խոստումներ։ Այն ժամանակ մարզկենտրոնի գլխավոր հրապարակը բռնագրավված էր ներքին զորքերի կողմից եւ հանրահավաքային թատերաբեմը տեղափոխվեց Կոլցեվոյ կոչվող հրապարակ, որն այժմ պաշտոնապես կոչվում է Հաղթանակի հրապարակ։
Իդեպ, միթե հաղթանակի հրապարակը, որը գտնվում է ազատամարտիկների պողոտայի վրա, ամենահարմար տեղը չէ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող կոթող հուշարձանի համար, թե չէ որքանով է արդարացված, որ ցայսօր Ստեփանակերտը չունի իր հուշակոթողը։ Իսկ այն օրերին բնական է մենք չէինք կարող մտածել, որ կլինի պատերազմ ու մենք խաղաղ ցույցեր էինք անում, արհամարելով տապ ու ցուրտ, անձրև ու ամպրոպ, ապավինելով Աստծուն, քանզի այլևս վստահելի ոչ ոք չունեինք։ Լենին, Պարտիա, Գորբաչով եւ մյուս պաստառներն ու վանկարկումներն այլևս անիմաստ էին։ Մենք հավաքվում էինք լիցքաթափվելու։ Սակայն շուտով դրանից էլ զրկվեցինք։ Սեպտեմբերի 21-ին Լղիմում մտցվեց պարետային ժամ, իբր ազգամիչյան բախումները կանխելու նպատակով։ Իրականում դա միայն մարզի հայերի դեմ ընդունված հերթական որոշումն էր, որը ծանր հետևանքներ ունեցավ։ Առանց որևէ լուրջ փաստարկի պատճառաբանության ձերբակալվում էին շարժման ակտիվիստները, որոնցից ոմանք այդպես էլ չվերադարձան Ադրբեջանի բանտերից։ Այսօրվա պես հիշում եմ սեպտեմբերի 22-ը։ Մեզ մոտ հեռուստատեսություն եկան մի խումբ բարձրաստիճան սպաներ ու մինչև ատամները զինված զինվորներ եւ նրանցից մեկը, մի գեներալ, ասաց, որ հայտարարություն ունի անելու, պետք է տեսագրենք ու եթեր հրարձակենք։ Մենք իհարկե չգիտեինք, որ դա Տխրահռչակ Սաֆոնովն է, նորանշանակ Պարետը։ Չգիտեինք նաեւ, թե ինչ հայտարարություն պիտի անի, բայց լավ բան պարզ է, որ չէինք սպասում։ Ու նրա գլխին մի լավ օին դրեցինք, ինչը ոչ ինքը, ոչ էլ նրան ուղեկցողներից որևէ մեկը չհասկացավ։ Մեր տղաները գունային ու լուսային էֆեկտներով այնպես որ չնկատվի, որպես ֆոն Սաֆոնովի ելույթի համար սարքեցին, պատկերացնում եք ինչ, չեք պատկերացնի, մեր եռագույնը, հայոց եռագույն դրոշը։ Ու եռագույնի տակ նա հայտարարեց պարետային ռեժիմ եւ հպարտորեն ավելացրեց, որ պարետ է նշանակվել ինքը գեներալ Սաֆոնովը։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերջնականապես հայաթափվեց հայոց Շուշին։ Հոկտեմբերի սկզբներին Ստեփանակերտ այցելեց մի հեղինակավոր հանձնաժողով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգությունների խորհրդի նախագահ Վոսի գլխավորությամբ։ Մի քանի օր նրանք հանդիպեցին մարզի ղեկավարության, ժողովրդի ներկայացուցիչների հետ, ապա վերադարձան Մոսկվա եւ արդյունքում դարձյալ ոչինչ։ Այնպես որ այդ այցը ձևական բնույթ էր կրում, թոզ փչելու համար էր, չգիտես մեր թե իրենց աչքերին։ Ահա այս հոգեմաշ, սիրտ կեղեքող անորոշության ազգային զարթոնքի գագաթնակետին հասնելու պահին ձյուն մաղեց մեր բաց գլխին։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը երկնային պատիժ էր, թե բայց մեր որ մեղքի համար, Տեր Աստված։ Բոթը Արցախ հասավ կայծակի արագությամբ։ Հիշում եմ, այդ գիշեր Ստեփանակերտը չքնեց։ Ամբողջ գիշեր մարդիկ արյուն էին հանձնում։ Մեծ հերթեր էին գոյացել հիվանդանոցներում, արյան փոխներարկման կենտրոնում։ Ամբողջ գիշեր սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր էին հավաքում, որպեսզի առավոտյան ավտոշարասյունը դրանք հասցնի լենինական, կիրովական, սպիտակ, մի խոսքով աղետի գոտի։ Այդ ամենը մենք նկարահանել էինք, սակայն ցավոք այդ եւ շատ ուրիշ կադրեր չեն պահպանվել։ Այրվել են 92-ի փետրվարին, երբ հրթիռահրետակոծության հետևանքով ավերվել է հեռուստառադիոկենտրոնի շենքը։ Հայաստանից Արցախ բերված դեղորայքը նորից Հայաստան էր ուղարկվում, քանզի դրա կարիքն այնտեղ ավելի շատ էր զգացվում։ Իսկ թե ինչպես էին այդ բեռները հասցվում աղետի գոտի, դա մի իսկական ոդիսական էր։ Ազերիները ամեն կիլոմետրի վրա արհեստական խոչընդոտներ էին դնում, ստուգում բեռները
եւ լկտիաբար հայտարարում. ձեզով է իրավունք տվել մեր հանրապետության հարստությունը տանել ուրիշ հանրապետություն։ Իսկ երեկոյան Վրեմյան Իլուր աշխարհի հայտարարումը Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը խոր վշտով ցավակցում են եղբայրական հայ ժողովրդին հասած աղետի համար եւ պատրաստակամություն հայտնում բուժելու նրա վերքերը։ Ահա այսպիսի երկերեսանիություն, որ հատուկ է նրանց բոլոր ժամանակներում։ Հետո էլ ասում են, հավատացեք նրանց ազնիվ խոսքին, հայեր, ու համաձայնեք լայն ինքնավարության Ադրբեջանի կազմում։ Չէ, ախպեր, շնորհակալ ենք, թողեք մենք մեր յուղում տապակվենք։ Երկրաշարժի մասին լուրը Գորբաչովն առավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա կիսատ թողեց կարևոր պետական գործերը եւ վերադարձավ Մոսկվա, որտեղից էլ ժամանեց Երևան, ապա աղետի գոտի։ Չգիտեմ ով ինչպես, բայց ես համոզմունք ունեի, որ գալով Հայաստան, սեփական աչքերով տեսնելով մեր ժողովրդին հասած այս նոր հարվածը, Գորբաչովը կլուծի Ղարաբաղի հարցը, գոնե ինչ որ չափով սփոփելով ազգի վիշտը։ Սակայն ոչ միայն նրա մտքովն անգամ նման բան չէր անցնում, այլև սկսեց հոխորտալ, լուտանքներ թափել մեր գլխներին։ Там со стороны Азербайджана лозунг какой: умрем, но не отдадим Карабах, отсюда умрем, но заберем Карабах. Им Карабах давно он и не нужен, и никогда он их не тревожил. Они ведут борьбу за власть. Им нужно сохранить власть. Всех цеховиков и всех, понимаете, варюх, которые на шее у рабочего класса, у крестьянства и у трудящейся интеллигенции сидят. Вот о чем идет речь. Я говорил в Ленинакане, сегодня я сказал в Кировакане всем. Ասում են, երբ փլատակների տակից անգամ մարդիկ հարցնում էին Հողարաբաղին բան չի պատահել, Գորբաչովն ավելի էր հերսոտվում։ Այ մարդ, ես ինչ մարդիկ են, իրենք էս վիճակում էլի Ղարաբաղի մասին են անհանգստանում։ Դե որտեղից հասկանա անսիրտ մարդը վիրավոր սրտի խոսքը։ Եվ ինչպես ասում են, որպես դեսերտ հրահանգեց ձերբակալել Ղարաբաղ կոմիտեի անդամներին, փորձելով գլխատել շարժումը։ Սակայն պատմության անիվն արդեն պտտվում էր եւ այն անհնար է կանգնեցնել։ Սպիտակի երկրաշարժը չէր կարող անտարբեր թողնել այնպիսի մեծ մարդասերի, ինչպիսին Անդրեյ Սախարովն էր։ Նա հայազգի կնոջ Ելենա Բոնների եւ հայտնի լրագրող Յուրի Ռոստի հետ նախ եկան Հայաստան, ապա եւ Ղարաբաղ։ Այսպիսի հոգուտեր մարդը պարզապես չէր կարող չգալ Ղարաբաղ, անձամբ ծանոթանալու իրավիճակին։ Հիշում եմ, տեղեկանալով, որ Անդրեյ Դմիտրովիչը գտնվում է Հենրիխ Պողոսյանի աշխատասենյակում, շտապեցինք այնտեղ հարցազրույց վարելու հույսով։ Սակայն տիկին Բոնները բացատրեց մեզ, որ պետք չէ։ Շատ եմ ափսոսում, որ չպնդեցինք ու այդպես էլ հարցազրույց չունեցանք։ Հետո Անդրեյ Դմիտրովիչը Ղարաբաղյան հիմնահարցը պիտի անվաներ վերակառուցման փորձաքար, պիտի ասեր, որ եթե ադրբեջանցիների համար Ղարաբաղը սկզբունքի հարց է, ապա հայերի համար այն կյանքի հարց է։ Սակայն Գորբաչովն ու նրա նազիրվեզիրները ունկնդիր չեղան աշխարհահռչակ ակադեմիկոսի մտահոգությանը եւ գենսեկը նույնիսկ իրեն թույլ էր տալիս անջատել տալ Անդրեյ Դմիտրովիչի խոսափողը, երբ վերջինս փորձում էր իր սրտի խոսքն ասել որպես ԽՍՀՄ ժողպատգամավոր։ Ինչևէ, որքան էլ ողբերգական էր մեր ժողովրդի համար 1988 թվականը, այնուամենայնիվ այն պատմության մեջ մնաց որպես ազգային զարթոնքի տարի։ Թերևս առաջին անգամ մենք լիարժեք ըմբռնեցինք Չարենցի մարգարեությունը, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Բարեկամներ, մենք միասին թերթեցինք մեր հաղորդաշարի երկրորդ էջը եւ հասանք 1989 թվական։ Այդ մասին ուղիղ մեկ շաբաթ հետո Արցախի հանրային հեռուստատեսության
եթերում առայժմ։